գեղեցկացող աչքերի պատճառով հեռուստասերիալում Ռեբեկան ու Էլլան հեռանում են նախաճաշի սեղանից, բայց երկուսն էլ գիտակցում են, որ Սառան, ինչ ասած, մերկ ճշմարտություն էր։ Սառան երկար ժամանակ լռեց ու կուլ տվեց բոլորի վիրավորանքներն ու անարդար վերաբերմունքը, բայց ամեն բան ինչպես ունի սկիզբ, այդպես էլ ունի վերջ։ Ուստի Էլլան շատ սխալ խոսեց Սառայի հետ, ասելով, որ ձայնը տակ տեղից է գալիս, քանի որ նա իր հորը չի հանձնել հողին ու չի պահանջում, որպեսզի իր հոր սպանողին պատժեն։ Սառան էլ Էլլայի կարծիքով պաշտպանում է Միսակի սպանողին։ Սառան շատ դիպուկ պատասխան է տալիս, որ նույն տրամաբանությամբ ինքն էլ կարող էր չներել Միսակին, քանի որ եթե Էլլան գոնե 25 տարի հայր է տեսել, ապա Սառան երբեք չի տեսել, ու այդ ամենը Միսակի պատճառով։ Բայց Սառան հանդուրժել է ամեն ինչ իր քույրերի համար։ Ռեբեկան ու Էլլան անկեղծանում են ու իրար ասում, որ այն ինչ Սառան ասաց, ամեն ինչ ճիշտ էր։ Իսկ այս ընթացքում Սարոյանը կրկին փորձում է փակել Սառայի բերանը։ Նա չլսեց, թե նախքան Սառայի խոսելը Էլլան ինչ ելույթներ էր ունենում, ու ինչու Սառան ստիպված եղավ այսքան անկեղծ խոսել, որպեսզի Էլլան վերջապես թացը չորից տարբերի։ Ու հիմա պապիկն ասում է, որ Էլլան չպետք է այդքան կոպիտ խոսեր նրա հետ Ոմն Հայկի պատճառով։ Սառան էլ պատասխանում է, որ տարիներ շարունակ պապիկը միշտ կառավարել է բոլորի կյանքը ու բոլորին անուն դրել։ Դեռ տարիներ առաջ Հայկը չէր պատասխանում նրա չափանիշներին, հետո Վահեն, Կոռը, Արմանը։ Սարոյանը լուռ լսում է ու ոչինչ չի ասում։ Էլլան էլ որոշում է գնալ ու խոսել Արմանի հետ եւ ասել, որ ինքը քննիչին Գարիկի անունն է տվել։ Էլլան կանգնած է Արմանի տան դիմաց ու տեսնում է, թե ինչպես են Արմանն ու Գարիկը զրուցում։ Էլլան շոկի է ենթարկվում եւ գալիս այն եզրահանգման, որ Արմանը իր հոր հանցակիցն է ու ամեն ինչից էլ շատ լավ տեղյակ է եղել։ Նա զանգում է Արմանին եւ ասում, որ տան մոտ է, ցանկանում է խոսել։ Արմանն էլ հերթական անգամ իրեն վատ է զգում Էլլայի առաջ, որ հիմա իր հոր հետ խոսում է, քանի որ այնպիսի տպավորություն է, որ նրանք միասին ապագայի պլաններ են կազմում։ Հարգելի հետևորդներ, արդյոք այս տեսարանից հետո Էլլան կհավատա Արմանի անկեղծությանը։ Գրեք մեկնաբանություն եւ սեղմեք բաժանորդագրվել կոճակը։ Իհարկե հասկանում եմ, որ տեքստերը չեմ սովորել, բայց կարծում եք սկոչով ձեռքերս կապելը տեքստեր չսովորելու համար նորմալ է։ Վերջերս մի քանի անգամ հարցրել եմ այս մատանին ինչ է նշանակում։ Դե սերիալը դիտողները գիտեն, որ Գոռն է Սառայի մատին դրել, նշանադրվել է, բայց մնացած մարդկանց հետաքրքրում է։ Ժողովուրդ ուղղակի դնում են, որ չկորցնեմ զուտ, որովհետև ես շատ հաճախ եմ իրեր կորցնում։ Միլենա ջան, հենց Միլենան տեսնում է ինձ, ասում է մատանին վզնաց։ Դրա համար չեմ անում, միայն 3 չեմ դրել, չեմ գրել։ Սառան այսօր չգիտես ինչի որոշել է, որ պետքա տանը մնա, չգա նկարահանման։ Դրա համար ես բռնագրավել եմ իր սենյակը եւ այստեղ եմ զգեստափոխվելու։ Քանի որ մնացել եմ միայնակ Սառային ննջարանում, որոշեցի բացահայտեմ ինչ որ բաներ Սառայի մասին ու այստեղ գտա օրինակ Սառայի ամենասիրելի գիրքը, դա երկրաչափությունն է 8-րդ դասարանի, 6-ից 8-րդ դասարանի համար նախատեսված։ Սառան ուսումնասիրում է երկրաչափություն։ Էմմա ջան, քանի որ դու արդեն հասցրել ես Սառայի պահարաններն ուսումնասիրել, ես քեզ ուղղակի մի բան կխնդրեմ։ Խնդրում եմ իմ մայրենի տետրի մեջ կարգինով նկարազարդումներ չանել սովորությանդ համաձայն։ Եվ հետո մի բան ասեմ, իմացիր, միգուցե չգիտես, ես քեզ ասեմ, դու ինձ շատ ես կարոտել։ Դու ինձ շատ ես կարոտել։ Ուղղակի շատ, այնքան, որ անիմաստ ես համարում այսօրվա նկարահանման գնալդ, ունայնություն է տիրում, սենյակում շունչ չկա, էլի, շունչ չկա, չգիտեմ, դուրս արի խնդրում եմ։ Մի խոսքով դիմացիր, ես 2 օրից կգամ։ Էլկա ջան, դու կոնկրետ հարմարվել ես, հա, իմ սենյակում։ Եկել է դրսի շորերով նստել մահճակալից վրա։ Ինչ կա։ Ժամը 9 է, այսօրվա նկարահանումներն ավարտված են ու ես, ինչպես միշտ,
Միայն ես չէ։ Տեսեք ինչ մեծ պայուսակներով են, ես ճամպրուկով եմ, Ադրինեն շատ մեծ պայուսակով, որովհետև հագուստները շատ են ու հնարավոր չի առանձին պայուսակներով բերել։ Ու այս դեպքում չենք ասում իրար բարի գիշեր, ասում են գնանք մի քանի ժամից տեսնենք։ Բայց լավ անցավ։ Միշտ։ Ակա։ Այս երևի առաջին դեպքն է, որ ես հիվանդ եմ ու ինքս պիտի ինձ խնամեմ։ Բայց մամայի սիրտը մի բան զգացել էր, որ հետս նանա էր ուղարկել։ Այս երացրած ջրի մեջ մնացել է մոտ 15 րոպե։ Հիմա կլցնենք այս շատ փոքր բաժակի մեջ։ Խնդրում եմ չթափվես։ Այսպես անեմ, որպեսզի պատկերացնեք ինչքան մեծ բաժակ է, հետո որ թուղուց եմ նվեր ստացել։ Բայ։ Մենք այսօր եկել ենք շատ գեղեցիկ վայր նկարահանումների։ Նոնա։ Ողջույններ Տաքուկ միջավայրից։ Ողջույն։ Իհարկե երկուսս ուզում եմ։ Այսօր նկարահանումներս ավարտեցի ուղիղ ժամը 6-ին։ Մի տեսակ դերասանուհու աշխատանքի նման չի էլի, ֆիքսված ժամը։ Աստորեն էսպես էլ է լինում։ Բրթեքանը գցեք սերիալից դուրս, տենց վատ է։ Այս երկու քույրն են միայն։ Իրականում այս սրանք են ստորը, իմ անունն է դուրս եկել։ Սա ինչ հարց էր։ Իհարկե դուր է։ Իհարկե ոչ։ Քեզ ասով խոսացրեց։ Պարտադիր ինան մեջ պիտի գցի, գիտես։ Չեմ կարողանում առանց քեզ։ Չաչելի է։ Լավ, իրականում իհարկե դուր է գալիս, որովհետև ես իմ կերտած չեմ սիրում այդ բառը։ Ես այն կերպարները, որոնք որ ես մարմնավորում եմ, շատ սիրում եմ։ Ողջույն բոլորին, այսօր սերիալի Instagram-ի էջը մեզ մոտ է, կարող եք մեզ հարցեր տալ, մենք մաքսիմալ անկեղծ կպատասխանենք։ Հիմա ես անտարում եմ ու լրիվ մենակ եմ, Սոնուշնի գրուպան չգիտեմ որ կողմա գնացել։ Ու հիմա գնում եմ իրանց խնդրելու։ Հիմա ինչ եմ ուզում հարցնեմ, որ անտարում գիշերը մենակ մնամ, ոչ ոքի չգտնեմ, ինչ է լինելու, ինձ արջերն ու գայլերը կուտեն, մեկ էլ ոնց եմ կրակ վառելու։ Քարերս են իրար են խփում, արագ կայծա տալիս։ Խորհուրդներ տվեք, խնդրում եմ։ Ամենաշատը արջերից եմ վախենում։ Երեխեք գտել եմ, սաղին գտա։